2024 թվականին կոռուպցիոն բնույթի ավարտված քրեական վարույթներով պատճառվել է 8 միլիարդ 20 միլիոն դրամի գույքային վնաս, վերականգնվել շուրջ 1 միլիարդ 164 միլիոն դրամը։ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնան նիստում զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ներկայացնելով ԱՊՕ-ի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղություններով կատարված աշխատանքները, գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ 152 հայցադիմում է ներկայացվել դատարան։ Արգելանք է դրված շուրջ 1500 անշարժ գույքի, 290 շարժական գույքի, 400 իրավաբանական անձանց մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամական միջոցի վրա։ Ընդհանուր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ է։ Այս գործերով 5 դատական ակտ է կայացվել, կնքվել հաշտության 8 համաձայնություն։ Հաշտության համաձայնություններով պետության է փոխանցվել 7 անշարժ գույք, 2 շարժական գույք, 2025 թվականի հունիսի 3-ի դրությամբ 815 միլիոն 200 հազար դրամ եւ 50.720 եվրո։ Օրինական ուժի մեջ է մտել 1 դատական ակտ։ Համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ 2024 թվականին կայացված դատական ակտերով փաստացի վերականգնվել է շուրջ 2 միլիարդ 785 միլիոն դրամ։ 2024-ին դատախազների ներկայացրած հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ կադաստրային արժեքով 18 անշարժ գույքի նկատմամբ։ 2024-ին դատախազական ակտերի հիման վրա պետությանը եւ համայնքներին վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 107 միլիոն 341 հազար դրամ։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 207 միլիոն դրամի 43 հայցապահանջ։ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 7 գույքի նկատմամբ, որի կադաստրային արժեքը 3 միլիարդ 365 միլիոն դրամ է։ Համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել 275 միլիոն դրամ կադաստրային արժեքով 4 գույքի նկատմամբ։ Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հօգուտ պետության է բռնագանձվել 218 միլիոն դրամ։ Նույն ժամանակահատվածում դատախազական ակտերի հիման վրա համայնքներին են վերադարձվել Խաշտարակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը, Դիլիջան համայնքի մանկապարտեզի մասնաշենքը, Մարտունի համայնքի մարզադաշտը։ Զինվորական դատախազությունը վերականգնել է 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ։ Կառավարության որոշմամբ ստեղծված վերականգնված միջոցների միասնական հաշվին ստեղծման օրվանից 2024 թվականի դեկտեմբերի 5-ից առ այսօր մուտք է եղել 17 միլիարդ 167 միլիոն դրամ։ Քննարկվել են նաև թիմ ընտրախախտումների վերաբերյալ անկախ դիտորդ դաշինքի եւ ականատես դիտորդական առաքելության վերհանած խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը։ Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելման ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի թափանցիկության ապահովմանը։ Ներկայացվել են նաև ազդարարման համակարգի զարգացման ոլորտում կատարված աշխատանքները եւ առկա խնդիրները։ Արդարադատության նախարար Սրփոյ Գալյանը նշել է, որ վերջին շրջանում աճել է ազդարարումների թիվը։ Մասնավորապես 2021 թվականին դրանց թիվը եղել է 75, 2022 եւ 2023 թվականներին 116-ական, 2024-ին 380, իսկ 2025-ի առաջին կիսամյակում այդ թիվը հասել է 282-ի։ Ամփոփելով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է խորհրդի նիստում քննարկված եւ բարձրացված խնդիրների շուրջ շարունակել քննարկումները եւ դրանց լուծման քայլերը ներկայացնել հաջորդ նիստում։ Տաթև Խաչատրյան, լուրեր։